Շնորհակալություն կհայտնեմ այս հրավերին համար, որ եղբայր հրավիրեց։ Ես ասկեց 20 տարիներ առաջ դոկտոր Սարաֆյանի հետ ծանոթացա Գլենդելի եկեղեցիի մեջ։ Երբ մեր շաբաթաբահ եկեղեցին գրեթե նորը սկսած էինք Ֆրեզնոյի մեջ։ Հագիրջ կերպով իմ մասից ցեզ ասեմ, որովհետև շատեր դեռևս չեք գիտեր։ Միդեսկսի 1975-ին շատ կարճ։ Ֆրանսայի Մարանաթա եկեղեցի մեջ եղած եմ երիտասարդաց պատասխանատու եւ սկսած եմ երիտասարդաց։ Նյու Ջերսիի երբ տեղափոխվեցա Նյու Ջերսի եկեղեցիի մեջ, եկեղեցին փապակեցավ, որ երիտասարդաց խումբը սկսին եւ դերը շնորհքը տվավ երիտասարդաց խումբը սկսան Նյու Ջերսի եկեղեցիի մեջ։ Որ մենք Կալիֆոռնիա տեղափոխվեցանք, բայց Աստված ինձ խրգեց Մոնտրեալ, Կանադա, եւ Մոնտրեալի եկեղեցիի մեջ եղայի պրովիվ եւ դերոջը ծառայեցի այն եկեղեցիի մեջ։ Որ մենք երբ Կալիֆոռնիա Փասադենա վերադարձա, զույգերու պատասխանատու գոչեցին զիս, որովհետեւ ամուսնացա դեղին օրորդ թակուի Շիշմանյանի հետ։ Որ մենք Աստված ինձ առաջնորդեց եւ դարավ Ֆրեզնո։ Ֆրեզնոյի մեջ մեկ տարվա համար հովիվ եղա եղբայրության եկեղեցիի մեջ, որ մեկ հետ դարաբատվելի Բեռնար Գոկոզյան հրավիրեց, որ իր եկեղեցի մեջ սկսեմ հայկական պաշտամունք եւ հոն ծառայեցի 9 տարիներ։ Աստված 9 տարիների հետ ցիս բերավ շաբաթաբահ եկեղեցիի մեջ եւ հոն մտավորապես կծառայեմ 25 տարիներ։ Այս բոլոր իմ ծառայություններս առանց նյութական օժանդակության եղած է, որտեղ դերը ինձ դված է կորձմա, որ ես կրնամ իմ ընտանիքս շահիլ եւ անոր համար ծառայած եմ իր парքին համար եւ այս սուրգանի մոս իր парքին համար։ Աստված ետնային տակավորության մեջ ծրագիր մը պատրաստեց։ Աստված ամեն օր կգերագրե այս աշխարհի վրա 8000 միլիարդ ժողովուրդ։ Անո իր անձրևը ղրկելով, իր փանչարեղենները մեծնելով, իր արևով եւ իր սերը հայտնելով այս միլիարավոր ժողովուրդներուն, որպեսզի ճանչնան թե ով է ինքը։ Այս արդիվ ուրիշ ծրագիր մնալ ծրագրեց երկնային տակավորության մեջ, որ հաղորդ միդլան մարդկության հետ ծնունդի արդիվ, իրեն որդուն աշխարհ ղրկելուն համար։ Եվ դերոջ հրեշտակը, ասո հրեշտակին հրաման դրվեցավ, որ իջնե աշխարհ։ Իջնե աշխարհ եւ հանդիպի այն հովիվներուն, որ քիշերային թաշտին մեջ կեցած են։ Իրենց հոդերուն քիշերվան պահպանություն ունել։ Երբ այս հովիվները տեսան հրեշտակներու այս ներկայությունը սարսափեցան, բայց հրեշտակը ասավ իրենց մի վախտան։ Ես ցեզ այսօր մեծ ուրախության ավետիսը պիտի դամ։ Որոնք կդան ավետիսը հովիվներուն, որոնք քիշերային իրենց հոդերուն, ոչխարներուն պահպանությունը գնեին։ Հետևյալն էր ավետիսը, վասնզի այսօր փրկիչ մը պիտի գտնեք, ով հովիվներ, Դավիթի քաղաքին մեջ, որ օձյալ դեր է, փրկիչ մը պիտի գտնեք, որ օձյալ դեր է, այսինքն օձյալ Աստված է։ Եվ ցեզ այսօր մանուկ մը պիտի գտնեք խանցարորով պատտված ու մսուրի մեջ բարգած։ Դուք հովիվներ, որ մսուրին ծանոթ եք, որովհետև ձեր գենտանիները երբեմն ձեր մսուրը կդանիք։ Ուրեմն պիտի երթակ այդ մսուրի մեջ եւ պիտի տեսնեք, որ օձյալ թակավոր մը կբարգի հոն։ Մսուրի մեջ։ Եվ այս չի բավեր հրեշտակներուն արտահայտությունը հովիվներուն,
ուրիշ ռեշտակներու խումբ մնալ գղրգվի թակավորին կողման է, երկինք և երկիր ստեղծող թակավորին կողման է։ Եվ իսկ այն ռեշտակներուն երկնային զորքերու բազմություն մի եկավ, երկնային հզոր զորքերու բազմություն մի եկավ։ Աշխարհի ո մեկ փանագեն չկնաց դեղեցություն տալու հովիներուն։ Երկնային թակավորին զորքը իջավ եւ դեղեցություն պիտի տա։ Զորքերուն բազմություն եկավ, որոնք Աստված կորտնեին ու գսեին։ Երկնային զորքերուն բազմություն Աստված կորտնե, երբ որ գիշնի հովիներուն ավետիսը տալու։ Հետևյալը գսե։ Երկնքի բարձրության մեջ Աստծո փառք, կրնաս տուն երևակայել երկնքի բարձրությունը, տուն կրնաս տեսնել աստղերը եւ կրնաս երևակայել, որ չափերու են քեզմե, այդ չափ փառք երկնքի բարձրության մեջ Աստծո փառք։ Երկրի վրա խաղաղություն եւ մարդոց մեջ հաճություն։ Երբ երկնային ծրագիր կատարվեցավ այս խորհուրդը անցնելով հովիվներուն, ռեշտակները ետ իրենց երկինքը դարձան, հովիվները իրար ուսին, եկեք մինչև Բեթլեհեմ երթանք ու տեսնենք թե ինչ է այս եղած բանը։ Հովիվները երթան Դավիթի քաղաքը, որպեսզի տեսնեն թե ռեշտակներուն ավետիսը ինչ է այս մեկը։ Արդորնոք կացին Բեթլեհեմ։ Արդորնոք ինչ կնշանակե։ Կամաց կալել ջամպան։ Մե մոհոսնայիլ, մոհոննայիլ։ Եթե մեկ ժամեն պիտի հասնին, 3 ժամեն պիտի հասնին, բայց արդորնոքը ճիշտ հակառակն է։ Սկսան արագ երթալ։ Ոչխարները հոն ցկեցին, իրենց հետը չարին, եւ սկսան արագ երթալ, որ տեսնեն թե ատմոսֆերի մեջի բարգող մանուկը ով է։ Երկինքեն առնված է հրանքը, ոչ թե երկի ո մեկ նախակահեր։ Ոչ թե երկի երես փոխանեն կամ առաջնորդեն։ Երկինքեն եկած է հրանքը։ Կացին արդորնոք եւ Մարիամը Հովսեփը եւ Մսուրի մեջ բարգած մանուկ տեսան եւ անոնց իմացուցին այն խոսքերը, որ այս մանուկին համար իրենց ասվեցավ։ 18-րդ համարը հետաքրքիր համարն է։ Ամենքը որ գլսեին գզարմանային այն բաներուն վրա, որոնք հովիվները իրենց գսեին։ Հարցը հույս է։ Երկի թակավորներեն լուրը չեկավ Հիսուսի համար, որ ծնավ Բեթլեհեմի մեջ։ Երկի երեսփոխաններեն լուր չեկավ Մարիամին եւ Հովսեփին Հիսուսի մասին, որ լսեցին։ Երկի աշխարհի վրա թակավորներեն լուր չեկավ Մարիամին եւ Հովսեփին, որ Հիսուսի մասին խոսեցան։ Աշխարհի վրա ամենամբարձ անձնավորներեն լուր եկավ հովիվներեն, որոնք քիշերը իրենց հոդերում մահվանություն գնային։ Ինչու Աստված հովիվները ընտրեց։ Հիսուս ուր ծնավ Մսուրին մեջ։ Ամենաշատ մսուրով ով բարեկամ է։ Հովիվներն են։ Ոչխարներով, մսուրներով հետաքրքիր է։ Քառնուկներով հետաքրքիր է։ Հայտնություն Հովաննու 5-րդ գլուխ։ Վեցերորդ համարը հետևյալը գսե։ Դեսատ է աթորին ու 4 կենդանիներուն մեջտեղ եւ երեսներուն մեջտեղ գայրնած քառնուկ մգար։ Մսուրներուն մեջ ինչ կլա։ Քառնուկներ կլան։ Երկնքի թակավոր
Ներգայության, աստոտակավորության ներգայության կարնուկ մը գտեսնեն, որոնք գայնած է, անշուշտ փոխաբերական իմաստ ունի, բայց կարնուկ մը արձանագրվեց ահոն։ 8-րդ համար հայտնությունավարն ու 5-րդ գլխուն։ Երբ քիրքերը արավ 4 կենթանիներեն ու 24 երեցները կարնուգին արջև ինգան, որն արջև ինգան, կարնուգին արջև ինգան, որ մսուրներում մեջ կգտնվին։ Այս կարնուգը մեր Հիսուս Քրիստոսն է, որ մսուրի մեջ ծնավ։ Եվ այս 24 երեցները դիեզերքի ղեկավարին հետ, որ երկնային թագավորության մեջն են, որ ղեկավարեն այս աշխարհը ամեն օր, ամեն վայրկյան, խոնարհություններին երկնքի մեջ եղող կարնուգին առջև։ Ամեն քնարներ ունեին ոսկի խնգամաններ, խունգով լեցուն, որ սուրբերուն աղոտներն են։ Խնգամաններ, որոնք աղոտքով լեցուն էին։ Որու աղոտներն են, եթե ոչ քու և իմ։ Կարնուգը գուզե լսել քո աղոտքը, մսուրին մեջի մանուկը գուզե լսել քո աղաչանքը, քո պապակը, քո երազները, Կարնուգը գուզե լսել քու շնորհակալությունդ, անիգա գուզե տեսնել քու սերդ իրեն հանդեպ 24 երեցները ներկայացուցին այդ սերը կարնուգին առջև։ Եվ նրանց թակեր հանեցին ու տղին իրեն ոտքերուն առջև, որ ժողվեցավ մեզ մեկուն համար երկնային թագավորտենեն գնայի մեզ մեկուն և գկալ է մեզի հետ այս աշխարհի վրա։ Աստծո հզոր թագավորությունը այսօր քուկովը դե քու կյանքիդ մեջ ամեն օր է դե ինչ գիտեք, որովհետև այս աշխարհը իրեն կպատկանի։ Տուն ամեն օր կշնչես իրեն թթվածին, Տուն ամեն օր կկալես իր հողամասերուն վրա, այն չուրը, որ կխմես իրեն անցրևով է կուկակեզի, այն պանչարեղները, որ գուդես իր հրամանովը, իր չուրովը և իր արևովն է, որ կմեզնա այս աշխարհի վրա։ Եվ Աստված կուզե տեսնել արդյոք տուն որ չափ շնորհակալություն կհայտնես իրեն այս բոլորը քեզից սրի դալու։ Հետևյալը գսեի, քո աղոտներդ իմ խնգամաններուս մեջ են և ես քեզի պիտի պատասխանեմ։ Երբ որ քո աղոտքը Աստծո խնգամանի մեջն է, անիկա բարապ չէ։ Թերևս թունքու դղայի հետ աղջիկետ պամը կխնդրես և կսպասես, որ անիկա քեզի են է, այսօր չներ, վաղը չներ, երբեմն կսպասես կհոգնիս, մեկ շաբաթ կանցնի, մեկ ամիս կանցնի, կամ ամուսին հետ կամ դիգին հետ պամը կխնդրես, 6 ամիս կանցնի, դակավին քեզի չպատասխանեց, քո ուստածը չրավ, բայց Աստծո առջև ելող խնգամանը պիտի պատասխանվի և ինչ պատճառով պիտի պատասխանվի, ասեմ գաղտնիքը իր պարկին համար է, որ պիտի պատասխանե։ Եթե թունք ու աղոտ գնես Աստծո առջև, եթե իր պարկին համար չէ, ադիգա երազիք մեջ իսկ չի պատասխանվի։ Որտև ամեն ինչ որ տուն և ես կնենք այս աշխարհի վրա, թե ուդենք և թե խմենք, ամեն բան իր պարկին համար պիտի լա, որովհետև մեր կյանքի իր մեջ է։ Մենք աշխարհի վրա շատ բժիշկներ ունենք։ Երեք գիշեր այցելության կացինք տեղմը, դղանստավ դոկտորները ինձ իսին, որ պիտի նիհարնաս և պիտի ներնիս կաղցկեղդ շատ ծանր է և բրգություն չգա կեզի։ Այս եղբայրը աղոտեց և դրացեց ինձին։ Ասին, որ կու երեգամունքներում մեջ գլոր կանսերները լեցուն են։ Պիտի ներնես,
Ըստ Սարգիս եղբայրը աղոտեց կամ կնեք ու կամ կդե օրտնալակու ամգատ, բայց գսե ես կուզեմ այս աշխարհի վրա ապրել եւ կանոն տարավորել։ Ըստ երկու շաբաթ վերջ նկարեցին, երկու շաբաթ վերջ կացի որ պատասխանը առնեմ։ Ըստին որ եղբայրվա է կասկեներ հոնչեն չիգան ատ որ դեսեր ենք մենք նկարներու մեջ այսօր կողություն չունին վայ ինչու համար եղավ այդպես ասի հարցուցի ըսավ դերոջ չպարքին համար մի քանի շաբաթներ առաջ մեր եղբայրները մեկը ծանր անանքից եղավ հիմա տանոց գնաց Բարս գործողություն մներ երկու ժամեն վերջացուցին գործողությունը բայց գործողությունն ետքը իրեն գողորտեն իրեն թոքին ճուր կնաց ուրիշ ճուրեր կնաց աղ կնաց եւ այլն չեր գնար շնչել ուրեմն թելերով խողովակներով պերանը խոցեցի եւ սավ Սարգիս եղբայր պիտի մեռնեի եւ ուզեցի մեռնել սավ ազատվել այս կյանքեն կովնեի ցերկը բռնեցի ինքը չեր գնար խոսիլ կկրեր ինչ որ պիտի խոսեր աղոտեցի ես ալ չեմ գիտեմ ինչպես աղոտեցի ով դերզի այս աղոտքը քեզի կպատկանի, ինձ չպատկանի։ Եթե դուն այդ բադանին, որ գտանեին տաղելու, երբ որ մայրը գուլար, դուն խղճացիր այդ մորը վրա, գեցուցիր տակարը, տողոցին մեջ, և այդ երդասարդ բադանին հանեցիր կերեզմանե տակաղեն դուրս և իրեն ետ մորը դրիր։ Դուն կհավատաս ասում։ Ես կհավատամ։ Հիսուսի անունով աղոտ կրինք մի քանի հոգիներով։ Եղբայրը մեկ շաբաթեն լավ եղավ դուն կնաց եւ սկսավ իր ինքնաշարժով գործի հետը։ Հիսուսի մեկը պերին, անտամալույզը պերին, որոն պերին, մսուրի մեջը ծնողին պերին, օրտնյալ դերին պերին, օրտնյալ աստուծո պերին, օրտնյալ դերին չկնշանակ է, օրտնյալ աստված կնշանակ է։ Այս աշխարհին դերն եւ վիրականը ինքն է։ Հիսուս նայեցավ եւ երենցավ, քո մեղքերդ քեզ ներված են։ Ղեկավարները, հրյա ղեկավարները հայհոյություն հրավ, ով գրնա մեղքերը թողություն դալ, աստուծ մեզատ։ Գույր առաջնորդներ, այսօր այս աշխարհի վրա լեցուն են եղբայրներ եւ քույրեր։ Գույր են, լեցուն, որ մեկուն պիտի հասնենք, ասված պիտի հասնի, եթե ողորմի։ Հիսուսը սա որվեք ավելի թույրուն են ասելը, մեղքերդ քեզի ներված են ասելը, թե ոչ, գերիր մահջդարու կնա ասելը։ Ուգաս կրկին երկրորդ գլխուն բիդարնանք։ Քսաներորդ համար երկրորդ գլուխ հովիվները դարձան փառավորեցին օրհնեցին Աստված այն ամեն բաներուն համար որոնք լսեցին ու տեսան ինչպես իրենց ասված էր այսօր դու որչափ կհավատաս Աստծուին մենք պերանացիորեն խոսենք օրհնյալ Ալլահ Հիսուսի ներկայությունը օրհնյալ լանորժողությունը դուք կհավատաք որ օրմա Աստված գորնաց եզի այնպես եկեղեցի մտալ որ ցես չվարձնե ես կհավատամ
Դուք կխնդրեք այդ մասին։ Արդյունքով խնդրեցեք։ Եվ վերջը գնքեցեք, ասեք Տեր Հիսուս ասիկա քո փառքի համար բիդլա միայն։ Ասոր մեջ ուրիշ ոյ մեկը բաժին չունի։ Ասոր մեջ միան տուն բաժին դիդոնանաս, որևէ տուն ես ասոր ղեկավարը, որովհետև աշխարհի բոլոր ոսկին է վարձած իրեն կպատկանի։ Մեր ունեցած թուղթերը, մեր բեդությունները արել են ոսկիները, թուղթ մտրեր են, նկար մտրեր են, վրա մեր ցերկերը դրեն, որ մենք կրնանք ապրի։ Բայց անիկա որում ոսկիները արել են դրեր են այդ թուղթերուն վրան, թե մարտոսնկարները կան, բայց անոնք Աստծո կետնեն ելած ոսկիներ արել են, ինչպես որ 4 կետերուն մեջ Աստված գսե ստեղծած եթենի բարդեսան, որ շատ ընդեղեր ոսկիներ գային, մաքով ոսկիներ գային։ Կետնի մեջ։ Ով է դերը։ Իմ Աստվածս է դերը, քո Աստվածը դերը։ Եթե դու Աստված մունիս, որ միլիոն իրեն համար թիվ չէ, միլիարդ իրեն համար թիվ չէ, քո մտքիդ մեջ ունեցած քո Աստվածը գուզեմ, որ երևակայես, որ անչափ մեծ է, որ չես կրնար բարունակել հոս բոլոր։ Եվ իրեն այդ մեծությունը քո մտքիդ մեջ ունենալով, երբ որ գխնդրես այդ խնգամանին մեջ քո աղոթքը կտնես, պետք է հավատաս, որ պիտի առնես։ Աստված ցեզի եղբայր մղրգեց հովիվ հայրենիքեն։ Գրնայք երևակայել, որ եղբայր միդիկայվ է ծեր հովիվը լա Հայաստանեն, դժվար էր։ Աստված ծրակրեց և եկավ։ Այսօր Աստված ծրակրեց և հայդակիրը պատրաստեց։ Եկեղեցին ղեկավար մարմինն է, ուրեմն իր ծառայությունը բերավ եկեղեցին, ինչպես որ ծրակրեց, թուղթին վրա գրեց հայդակիրը։ Երկնային թագավորության մեջ այս հայդակրին մեծ հայդակիրը գրված է, որ Աստված մեզի գծցնե ամեն օր։ Իրեն հայդակիրը հասկանալու համար պետք է սիրտը փանաս, որովհետեւ տեսնես։ Առաջին հայդակին ամենանվերին անիկա է, որ ես այսօր հովիվին կյանք միտնամ, որպես իմ անունս փառավոր է։ Աստծո հրամանով Գաբրիգոր այսօր։ Իսկ Աստված ցեզի հրամայեց, որպես ողջը լագ այսօր, որ կա գերդաճարը եւ իր անուն մանն парք բերեք։ Դու կարող համար Գաբրիգ այս աշխարհը, ոչ թե միայն ցերկերպաներուն համար։ Ասի ստագլա։ Դիգնիս այդ քիշերմը սավոքիս սավ Քիչմը զաներ գսկամ գորսավ քիչմը կալենք։ Սիլավերտան դուրս, ջամի 9 ադեններներ, սավ մոլի երտանք տերևս պաց է գրնանք կալեր ներսի ծուդ է դուրս։ Կազին կալեցինք մոլեն դուրս էլանք, 4 երդասարտներ, բադանի երդասարտներ, դուրս ունեն իրարու հետ կխոսի։ Թակույս ես մի կանիս էլիք ունի մաս երդասարտներ ունսի դրոչ գոման է։ Շորեցավ հերու կնած, դա գսի ամերիկացի են, դու գսի Հիսուսի անունը լսած եք, երկոքին հրայոսի մենք լսած ենք Հիսուսի անունը, ըսի կիդակ իսի ես ալ 16 տարեկան է եսի, մեկ ինձի Հիսուսի մասին խոսեցավ եսի, և ես մդի գրի եսի, և Հիսուս իմ սրդիս մեջ ընդունեցի եսի, որովհետև եսի բացատրեցի իրենց մեկես վարգանի մեջ, ինչ որ հիմա խոսեցա, ըսի որ աս բոլորը ըսի ինքը գնեք որ մեզի և ցեզի կյանք կուտագոր ըսի, գուզեք Հիսուս ըսի հիմա ընդունի ծեր սրդերուն մեջ, փողոցը, 4 հոգի մեկ, պատանիները երդասարտները, այ ոսի մենք կուզենք Հիսուս ընդունի, լավ ըսի հիմա ըսի ես պիտի աղոթեմ, դուք պիտի գրտնեք, ապաշխարության աղոթմարի ամեն մեկը արդասանեց այդ աղոթքը ինչ որ ես ըսի Եվ դարձա գիտեք ըսի այսօր ըսի հիմա Հիսուս երկնքի տակավորության մեջ ըսի ծեր անունը արձանագրեց իրեն կենաց կրկի մեջ ըսի միան հնազանդ պիտի լակ շուքիրքը պիտի գարտակ եւ ամեն օր պիտի աղոթեք եւ շնորհալ պիտի լագիր մե պիտենեք ըսի այո ըսի Եթե Աստված ասոն ինձ չհանդիպեցներ ով իդ հանդիպեցներ ինձ Քիշերվա ժամին փողոցի ինչ կորձ ունին 40 դիգրին դուրսը Աստվածը զավսարկիս, այս թրնեն դուրս միդելես, մենք ուզենք որ մոլին մուսկոմի թրնեն դուրս ելել, սինք աս թրնեն դուրս ելել։ Մուս թրնեն եթե ելենք, բիչի դեստեն գրենց։ Աստծո զրակիրներ ասիկ, այմ զրակիրից չեր։ At բադանիներուն հոլնալ իր զրակիրներ, իմ ոտքերը սալատ պողոցեն, at թուրեն դուրս անելնալ իր զրակիրներ։ Ասիկա է,
Ցես մի ամեն մեկը իր ծրագրին համար գաբրի այս աշխարհի վրա դուք կխորիկ որ դուք ծեր խելքով շատ լավ բան մրիկ ցես մեկը խնդրեմ որ հետեւյալ գիտնակ Աստված մեր մտքերուն ալ դերն է եւ մեր մտքերը իր ճուրի արվագին բես կրնա փոխել ծրագրերը եւ իր ջամփու մեջ փեր Տուն գուզես հավադա գուզես մի հավադար այսպես կաբրիստու Եթե գսես ով դեր կուգամ կտողլա, կնշանակե որ թուն իրեմ գանքի մեջ ես եւ թուն բիդի քալես այն ջամփաները որ ինքը գարաշնորհ քեզ եւ ոչ թե թուն կուզած դիրն օրինակ մի դամ Երբ որ Սամարիան բաշարված էր Ասորեստանի փանագով եւ Սամարիայի մեջ Սով գար, քանի որ Ասորեստանի փանագը լման բաշարած էր եւ շատ անօթություն կար Սամարիայի մեջ եւ սկսեր էին իրարու զավակները մորթել եւ ուդել Մեկը թակավորին մոտեցավ գին մշաններ սրդով ինչ էսավ նեղված է սիրտդ թակավորն ասավ բեր թակավորը ես իմ դղաս ասավ ասին որ մորթե այսօր երեք ուդենք եւ բանը կուդղատ ուդենք ասելով համացանեցան ինձ եդեսավ հիմա իրենց տղան չեն դարգոր որ մորտեն եւ ուդենք թակավորը կուրս ակավ իր բալադին վրա եւ աղոթեց բայց մաշարված է շովը մեծ է Ասորեստանի փանագը մեծ է բաշարած է ինի կրավե է Սամարիա նայեցեք Աստծո գործը Մի քանի փորոտներ Եսայի մարգարեին կով երտան Եվ գտեսնեն որ մարգարեն գերագործունի ուդելու իրենք ալ գերագործունի ուդելու գսեն որ մենք ուրեմն երբ որ Սամարիա երտանք արդեն անոթի պիտի մեռնինք on հոսքենանք անոթի պիտի մեռնինք գսեն որ երտանք ասորիներուն փանագին մեջ եթե մերցնեն մեզի պիտի մեռնինք եթե չի մերցնեն մեզի գերագորբան գաբրենք Այս փորոտները Հիվանդները երտան Ասորեստանի փանագին զայրեն գմոդենան եւ գտեսնեն որ առաջին վրան գտնեն մեկի չի գա Սիմոն է, Էշոն է, Գերագորոն է, Հակուսներոն է Քիչ մանտին երտան վրանները գնային բաս բարավ է վրաններում մեջ ոչ մեկ զինվոր չի գա պատերազմելու համար բոլորը ցկեր փախեր է Վերջը համարը հետեւյալը գսե ինչպես փախեր են Աստված իրենց ագանչներուն լսյալ դված է ծիերու ցայներ, որոնք իրենց վրան գահարցագին եւ ատ իրենց ատ մտքերուն եկած ատ խորհուրդները, որ խորին որ քիշերով իրենց վրա փանակ կհարցագի գոր ամիջավես ամե պանգծքեն ծիերը էշերը գերագորներուն գցեն կփախին գերտան պարագե Ով էր ավասի Աստվածը սավ իմ Սամարիա ժողովուրդը սպիտի ազատ եմ ես կաղոթեն գոր Աստված պատերազմեցավ միան անոնց ագանչներուն լսցնելով որ ծիերուն ցայները կուկագոր ոտքերուն երկաններու ցայն կուկագոր ցայներ կլսեն որ միան փանագի զինվորները եւ առանց հրամանդատարին բան մսելու անոնք ալկլսեն որ կփախին գցել գերտան գոր Սամարիան կուկագոր այս 4 թորոտները երտան գոր թակավորին գսեն որ Սամարիայի Ասորեստան փանագի մեջ մեկը չի գա եւ գերագորը եւ սերը դուրսն են թակավորը գերտագը նայի շիդագ է ուրեմն ժողովուրդը գել է թակավորը գրգե եւ Սամարիան կասատվի հարցագող չի գար այդ փանագին վրան Սիրելիներ ասի է մեր Աստված ասի կա է քո Աստված Անգուզը ներգայանալ քո կյանքիդ մեջ ամեն օր իր հրաշքներով որպես ինքը parավորվի քեզմով անոր համար ծնած ես տուն անոր համար մսուրը ծնավ եթե Բեթլեհեմի մսուրի մեջ անոր համար Իսուս խաչի վրա ցերկերը բացավ եւ մեռավ Արոնը տապեց ինձ եւ քեզի համար, որ երկնային թակավորության մեջ անցնե քեզի այս ժամանակավոր աշխարհի մեջ հավիտյան սավիրենց կյանք շնորհելու համար։ Եվ իրեն Արոնը միջև կեդին գնաց եւ այդ հողի մեջ մխրջվեցավ։ Ինչ կհասկանաս այդ հողին Արոնի երթալ է։
Երբ որ բանակ մը գաբադարազմի եւ արուն գտապե եւ սահման մգանցնի եւ ականը որ արունը գտապե ատողամասին վրա գնա որովհետեւ արուն տապեց ատողամասին վրա եւ իրեն գսե որ ինձ գբատանա ասող ասված ասովորտին խաչին վրա արունը տապեց մինչեւ աշխարհի հողին վրան կնած արունը աշխարհ Իսուս մեռած ադենը ցերկերը պատասավ բոլոր աշխարհը ինձ գբատկանի ով թշնանի Տուն իրավունք չունիս այս աշխարհի վրա, ոչ ժողովրդին վրա, ոչ մեկ բանի վրա իշխանություն չունիս։ Ես եմ դիրականի իմ արյունովս։ Ինչպես որ մարդոց կփրկեմ, այնպես էլ հողամասին վրա գտեցավ իմ արյունս ինձ կպատկանա այս աշխարհը, քանի որ ես ստեղծեցի եւ հիմա քնեցի նորեն իմ արյունովս այս բոլոր աշխարհը անգամ եւս քեզ մե։ Քո տշնամիտ քո վրա իշխանություն չունի, որովհետեւ դու գալես Աստծո հողամասին վրա, մի մորնա։ Ասիմ դերոջ սովամասն է իրեն գբատկանի, ես իրեն գբատկանիմ, ես ասով վրա պաժին ունիմ։ Եվ ոչ եմ ան ասով վրա պաժին ունիմ, երկնային թակավորության մեջ նալ պաժին ունիմ, դունս ալ պատրաստ է վերը։ Եվ ժամանակավոր չէ, երկնային թակավորության դունը Հավիդյանս Հավիդինից է։ Միդի պագեմ։ Այսօր խնդրանք մունիմ ձեզ մե։ Անոնք, որոնք դագավին քիչ մգասկած ունին իրենց հավատքին վրա։ Որ ինչու հավատքս դգար է։ Ինչու զորավոր հավատք չունիմ Հիսուսի վրա։ Միամճնակ ինձ հետ արջև եկեք։ Որ միասին աղոթենք, հոսրամեցեք, ծեր բադիվները մեկում տրեք, ծեր սրդերը դերոջ արջև պացեք, ասեք հայր, իմ դգար հավատ կես կեզի գանցնեմ, որ ինչ որ աղոթեմ, բիդի պատասխանես ինձի, որովհետև դու ես իմ Աստված ես։ Եթե շատ լավ հավատք ունիս, ներորդն է քեզի։ Բայց անոնք որոնք կան, խնդրեմ որ արջև կաք եւ բիդաղոթեմ ես ձեզի համար։ Եվ այս դերոջ եկեղեցին համար։ Եվ անոնք որոնք հիվանդ են անոնց համար ալ բիդաղոթեմ։ Երկնավոր հայր Օրտնյալը լակու ներգայությունը, օրտնյալը լակու տակավորությունը, օրտնյալը լակու սրբությունը, օրտնյալը լակու աղանչըտ, որ գլսե մեր աղոտքը, մեր աղաչանքը կպարկիտ համար, կխնդրեմ հայրանոնք, որոնք արջև եկան, անոնց ամեն մեկուն սրդերը կու սրբոքյով էտ լեցնես, առաջնորդես, իրեն սրդին պապակու կպարկիտ համար գադարես, որ երկնային տակավորության մեջ անցնես մեզ Թոլորս միասին կուպարկիտ մեջ ապրելու Հավիդյանս Հավիդենից և անոնք որոնք նստած են հայերին և չկարողացան որոշում առնել իրենց կյանքին համար և եթե շատ հավատացյալ են և գհավատան և գսիրեն քեզ մեկ խնդրեմ որ անոնք ալ Սուրբ Հոգով էտ լեցնես և անոնց խնդրանքներն ալ պատասխանես քո ներկայությունը ցույց տալով ամեն մեկուն մտքին ու ամեն մեկուն կյանքին որ իրենց կայլերը կգալեն այս աշխարհի վրա որ քեզի կպատկանի քո արյունով կնված Եվ այն սրդերը, որոնք դուն գլված Հիսուս Քրիստոսի արյունով քո սուրբ արյունով ղեկավարես իրենց հոգին կուպարկիտ համար, այն խաղաղությունով, որ երկնային տակավորության մեջ 24 երեցները ձնռատրեցին քո առջևը գառնուկին առջև, ու խոնարհեցան ու անոնց թակերը քո ոտքի առջև տնելով քեզ փառավորեցին, քանզի արժանի ես փառքի ու պարապանության ու երկրպագության Հավիդյանս Հավիդենից ով հայր։ Ամեն։